Քրիստին Լագարդ, միջազգային ֆինանսական շուկայի երկաթյա լեդի, 2011-ից արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն, ըստ Forbes-ի աշխարհի ազդեցիկ կանանց ցանկում է։ Նա միջազգային մասշտաբի գործիչներից է, որոնք ժամանակի մասնագիտական որակները բարձրացրել են Sciences Po-ում։ Քաղաքագիտության այս դարբնոցը Ֆրանսիայի ու աշխարհի համար պետական ծառայողներ է պատրաստում 1872 թվականից։ Այսօրվանից Sciences Po Արմենիայի շնորհիվ Հայաստանի պետական կառավարման համակարգի ներկան ու ապագան ևս նույն հնարավորությունն ունեն։ Ավարտին տրամադրվում է վկայական Sciences Po Արմենիա կնիքով, որը հավասարազոր է Sciences Po-ի տրված վկայականին։ Այն ճանաչված է աշխարհի մոտ 70 երկրներում։ Առաջին փուլի 9 ունկնդիրներից մեկն Արեգ Մանասյանն է, ապագան պատկերացնում է Հայաստանի պետական կառավարման վերին օղակներում։ Նույն Ֆրանսիայում, եթե աշխատողները ցանկանում են ել ավելի բարձրանալ իրենց մասնագիտության մեջ, անպայման պետք է ավարտեն Sciences Po-ն, որպեսզի կարողանան հետագայում ավելի բարձր դիրքերի հասնել։ Sciences Po Արմենիայում դասավանդելու է տեղական ու արտասահմանյան պրոֆեսորադասախոսական լավագույն կազմը։ Ունկնդիրների ընտրության չափանիշները ևս խիստ են ու հստակ։ Բոլորը կարող են դիմել Sciences Po Արմենիա, ովքեր ներկայացված պահանջներին համապատասխանում են, բարձրագույն կրթությունը պարտադիր է, բակալավրի կրթական աստիճանը պարտադիր է։ Sciences Po Արմենիան պետական կառավարման ակադեմիայի արդիականացման ծրագրի մասն է։ Այն մեկնարկել է 2 տարի առաջ, իրականացնում է նախագահի աշխատակազմը պետության ղեկավարի հանձնարարականով։ Մոտ 1 տարի հետո Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին առընթեր կառավարման ակադեմիան կտեղափոխվի նոր շատ գեղեցիկ շենք, որը հագեցած կլինի արդիական բոլոր անհրաժեշտ սարքավորումներով եւ լսարաններով, բայց այդ շենքը իմաստ չէր ունենա եւ արդյունք չէր տա, եթե չփոխվեին եւ եթե որակապես նոր մակարդակի չբարձրացվեին նաեւ կառավարման ակադեմիայի ծրագրերը, մեր ունկնդիրներին ներկայացվող պահանջները եւ իրենց տրամադրվող հնարավորությունները։ Sciences Po-ի հետ գործակցության մյուս արդյունքը ամեն տարի կառավարման ակադեմիայի 8 ունկնդիր աշխատանքային պրակտիկան կանցկացնի Ֆրանսիայի գերատեսչություններում։ Առաջին խմբում Գայանե Սարգսյանն է։ Վստահ եմ, որ այդ մի քանի օրը, որ մենք անցկացնենք Ֆրանսիայում, մասնավորապես Sciences Po-ի քաղաքագիտական համալսարանում, մենք կծանոթանանք եվրոպական կրթական մոդելներին, նրանց պետական կառավարչական հիմնարկների գործունեությանը։ Ծրագրի մեկնարկը խորհրդանշական է նաև գլոբալ առումով, ընդգծում է նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Կառավարման ակադեմիան սկսում է ծրագիր Ֆրանսիայի Հանրապետության հետ։ Իսկ դուք գիտեք, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունները ունեն շատ հատուկ պատմություն, խորը արմատներ եւ ապագային միտված շատ մեծ հավակնություններ։ Sciences Po Արմենիան նոր փուլ է նախանշում հայ-ֆրանսիական ու Հայաստան-Եվրոպա հարաբերություններում։ Դեսպան Անժի Ռենոյի գնահատականն է։ Այս նախաձեռնությունը լավագույնս տեղավորվում է Հայաստան-Եվրամիություն Վիլնյուսյան հայտարարության տրամաբանության մեջ։ Հայաստանը շարունակում է խորացնել գործակցությունը ԵՄ տարբեր կառույցների հետ։ Մոնրեալից մինչև Պեկին գիտելիք տրամադրելու իմաստով Sciences Po-ն անհերքելի արժեք է, ասում է ինստիտուտի Կովկասի ներկայացուցիչ Ժիլբեր Դերդերյանը։ 3 չափանիշ ունենք։ Առաջինը աշխատանք, երկրորդը էլի աշխատանք, երրորդը կրկին աշխատանք։ Սրանց համադրումով կարելի է հասնել գերազանցության։ Շարլ դը Գոլն ասում էր, Ալեքսանդր Մակեդոնացու հաջողությունների թիկունքում միշտ Արիստոտելն է եղել։ Հայաստանի կրթված ապագայի թիկունքում պետությունն է։ Միջազգային կրթական համագործակցության աշխարհագրությունն ընդլայնվելու է։ Մենք նաև բանակցություններ ենք վարում այս պահին Ռուսաստանի Դաշնության նախագահային առընթեր քաղաքացիական ծառայության ակադեմիայի հետ փոխգործակցության մեծ ծրագիր մեկնարկելու, թեև մենք ունենք որոշ ծրագրեր արդեն, եւ Հարվարդի համալսարանի Քենեդի անվան կառավարման դպրոցի հետ։ Հեղինակները հուսով են բարեփոխումների արդյունքում մեր կառավարման ակադեմիան տարածաշրջանային կենտրոն է դառնալու։ Արկադի Գրիգորյան, Արման Ղարիբյան, ժամը լրատվական։